Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը եւ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Էջմիածնու լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Հեռացված հոգևորականներին փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գարեգին առաջին կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են կապված աշխարհագրական դիրքի եւ տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքի հետ, ասաց Տեր Եսային։ Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ դուրս եկած սրբազաններին կարգալույծ անելու հնարավորությանը, Մայրաթորը դեռևս միայն զգաստության կոչ է արել։ Տեր Եսային նշեց, որ Մայրաթորը շարունակում է գործել կանոնականության սահմաններում։ Իրեք Մայրաթորը շարունակում է կանոնականության սահմաններում եւ իր գործունեությունը եւ այդ կոչերը հնչեցնել եւ սա process է, սա գործընթաց է, որը ամենակարևորը լինի այդ կանոնականության սահմաններում պահպանելով եկեղեցու առաքելություն անխաթար, մնացածը ընթացք է եւ առաջիկայում կտեսնենք։ Խոսելով Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոսի հնարավոր հեռացման մասին, արցախցիները խնդրագիր պահանջագրին Տեր Եսային նշեց, որ վեհափարը դեռևս նման նամակ չի ստացել։ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Փաշինյանի կաբինետից վստահեցրել են, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։ Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման եւ խաղաղության օրակարգի առաջ մղման համատեքստում, ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրային հեռուստաընկերությունն էլ հայտնում է, որ բեռը պատկանում է երկու մասնավոր ընկերությունների։ Այս պահին ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվել։ Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքի կադրերով կիսվել է նաև Նիկոլ Փաշինյանը եւ դրանց կից գրել. «Խաղաղությունն այլևս իրողություն»։ Հաստատված խաղաղության ֆոնին Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ այսօր ամբաստանյալները սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Առաջինը դատարանին է դիմել Արցախի հանրապետության 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ադրբեջանական կողմի փոխանցած տեղեկությունների համաձայն, որոնց հավաստությունն անկախ աղբյուրներից հնարավոր չէ պարզել, Հարությունյանն իբր նշել է, թե 1993 թվականին Քարվաճառի ազատագրման ժամանակ տեղի ունեցած առնվազն երկու միջադեպերը ռազմական հանցագործություններ էին։ Նշենք, որ անկախ աղբյուրներից Հարությունյանի կողմից նման հայտարարություններ հնչեցնելու մասին որևէ հաստատում չկա, քանի որ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությանը անկախ լրատվամիջոցներ եւ օտարերկրյա դիվանագետներ չեն մասնակցում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին դիմության միավորման կոչի ծանոթ չէ, փոխարենը ծանոթ է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանի առաջարկին։ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սաղաթելյանի հետ հանդիպում եղել է։ Նշենք, որ նոյեմբերի 26-ին ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում արկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագծի լրամշակման համար հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր այն կետերը, որոնց շուրջ կարող են գործակցել ընդդիմադիրները։ Իշխան Սաղաթելյանը հանդիպել ենք եւ բոլոր այդ դրույթներ, որ նաեւ Իշխան Սաղաթելյան շարադրել է գրավոր, ինձ վաղուց ծանոթ եմ, մենք վաղուց դրա մասին խոսում ենք, այստեղ կարևորը հայտարարություն անելը չի, կարևորը նա է, որպեսզի բոլորը գիտակցեն եւ տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես հանրապետականին։ Չէ, եթե առավոտը Սիրիկուն պետք է մեզ քննադատեն,
մենք գնանք այդ մարդկանց հետ ինչ ասենք, էլ։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, երրորդ նախագահը նշեց, որ գործընթացը շարունակվում է, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես նոր միջնորդություն է ներկայացրել Ռուսաստանին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն, հայտնում են գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ նախկինում արդեն մեկ անգամ Հայաստանը դիմել է Ռուսաստանին եւ մերժում ստացել։ Այս տարվա նոյեմբերի 18-ին ազգային ժողովում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եւ նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ։ Չունենք ռուսական կողմից համաձայնություն նրանց արտահանձնելու համար, թեև դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը, ասել էր նա, հավելելով, որ եւ Կոստանյանը եւ Հարությունյանը Ռուսաստանում են գտնվում, նրանք երկուսն էլ հետախուզման մեջ են։ Ավելի վաղ հետքը գրել էր, որ իրավապահների կողմից դեռևս 2019-ից հետախուզվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում։ Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նա մեղադրվում է ԵՄ-ի միջոցներով կեղծ դրամաշնորհներ բաշխելու մեջ։ Դատախազը դատարան է հանձնել 2009-ից 2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 972 միլիոն դրամ հափշտակած ՀԳ-ի վերաբերյալ վարույթի նյութերը, ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ դատախազության խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ԵՄ հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար ՀԳ-ին։ Պաշտոնյան նախնական համաձայնության գալով ԵՄ եւ ԵՀԿ զգրասենյակների աշխատակիցների եւ այլ անձանց հետ ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր ՀԿ-ների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր է ներկայացրել եւ աղթող ճանաչվել։ Արդյունքում 5 տարվա ընթացքում ԵՄ-ից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 միլիոն դրամ։ Դատախազությունից հայտնում են, որ ՀԳ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց են ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում։ Դատախազությունը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ ՀԳ-ի նկատմամբ հեռակադատաքննություն իրականացնելու վերաբերյալ։ Այսօր դեկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում ժամը 0:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 49-ամյա Աղասյանն իր վարած Mercedes Magnus ավտոմեքենայով Երևան-Գյումրի Բավրա ավտոճանապարհի 91 կիլոմետրի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին եւ կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա ՀՀ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին նույնպես տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։